Նախ առաջինը, պարոն Սարգսյան, իհարկե հանձնաժողովում քննարկման ժամանակել կարծում եմ բավականին նաև խութերի մասին խոսվեց, ձեր կողմից էր նույնպես, այսօր էլ փորձեցիք նաև բարձրացնել այն հարցերը, որը քննարկվում անտանապես, ուզենք թե չուզենք, բայց մի խնդիր կա, որից կարծես թե չի խոսվել։ Հասարակության մեջ հիմա շատ չասեմ հիմնականում այդպիսի կարծիք կա, բայց կա կարծիք, որը իհարկե ես չեմ կիսում, որ ինչու՞մն է կայանում այս հապճեպությունը։ Միգուցե նրանում, որ պատերազմ է սպասում եւ իշխանությունը այլ ռեսուրսներ չունի եւ այլ եւ այլ։ Ես իհարկե նորից եմ կրկնում, այդ կարծիքը չեմ կիսում, որտեղ միշտ պետք է ապահովագրել, այդ թվում նաև մերեն քաղաքացիներին, ովքեր ճակատում են, բայց կուզենայի նաև դրա հետ կապված դուք անպայման արտահայտվեք եւ անպատճառ այդ փարատվի այդ կարծիքը, որովհետեւ շատ վտանգավոր կարծիք է։ Մյուս խնդիրները, դուք օրինակ դեմ եք, չեք կարծում նախ առաջին այդ հարցին պատասխանել եք, բայց ստիպված կրկնում եմ, որ արդարացի չի, որ օրինակ ես եւ դուք նույնքան փող վճարենք, ինչքան ձեր կամ իմ օգնականը եւ 70,000 դրամ ստացող մանկավարժը։ Մյուս խնդիրը, որ այնուհանդերձ կա, դուք հիմնավորում տվիք իհարկե, բայց կարծում եմ, որ այդ խնդրը այդպես չի լուծվելու, որ մինչև հունվարի 17 թվականի հունվարից հետո հասկանում ենք, որ օրենսդրական առումով այդպես է, ապահովագրական ընկերությունը եւ այլն։ Բայց եթե օրինակ մենք նախկինում նաեւ զոհվածների ընտանիքների, այդ թվում վիրավորների խնդիրը լուծենք, այսօր նաեւ հասարակության մեջ այդ վտանգի մասին այդ կարծիքներ չեն լինի։ Իհարկե դուք հնչեցրիք, որ բյուջեով այդ հնարավորությունները չկա։ Չեմ ուզում նենց ամբողջահաճո բառեր ասեմ, ոչ էլ խոսում եմ այն մասին, որ թալանած է այդ բերել բան, դա առանձին խնդիր է եւ կարեւոր խնդիր, բայց մի խնդիր կա, որ մենք կարող ենք լուծել։ Իրոք կարող ենք, ստվերի խնդիրը, որ այս հարցերին կլուծի։ Եվ չեք կարծում, որ կարելի է, օրինակ, եթե չեք կիսում, որ 1000 դրամ բոլորից հավասար չպիտի հավաքվի, որ կարելի է, օրինակ, մինչև 250,000 դրամ աշխատավարձ ստացողից գումար չվերցնել, մյուսներից պրոգրեսիվ հարկ վերցնել։ Որպես հարկատեսակ, որից եւ այդ բան չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Որպես պաշտպանության նախարար համարում եմ, որ այս երկրում երկու պաշտոն կա, որոնք ամեն օր պետք է իրենց բոլոր գործողություններում ելնեն նրանից, որ ցանկացած պահին կարող է պատերազմ սկսվել։ Դա հանրապետության նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնն է։ Իհարկե նաեւ բոլոր զինվորականների գլխավոր շտաբի պետից մինչեւ շարքային պարտականությունն է ամեն օր կառուցել իրենց գործողությունը ելնելով այդ կանխավարկածից։ Ոչ, մենք չենք բերում այս քաղաքականությունը արագ, որովհետև կարծում ենք, որ վաղը պատերազմ է սկսվելու, մենք բերում ենք այս օրենքի նախագիծը, որովհետև յուրաքանչյուր օր մեր զավակները, կրտսեր եղբայրները մարտական ծառայություն են իրականացնում եւ հակառակորդը պարբերաբար կոպիտ խախտելով զինադադարի պայմանները, պարբերաբար իրավիճակ է ստեղծում, երբ մենք ունենք վիրավորներ եւ զոհվածներ։ Իհարկե դուք գիտեք մեր քաղաքականությունը, որ մենք այդ իրավիճակներին պատասխանում ենք փոխադարձության եւ ավելի մեծ վնաս հասցնելու քաղաքականությամբ, որը երկար ժամանակ իրականացվում է եւ այլ ընտրանք կարծում եմ չունի։ Բայց քաղաքականությունը եւ այս օրենքը հիմնված է այդ իրողության եւ ոչ թե սպասելիքի վրա, հետեւաբար եթե կան հասարակության մեջ մարդիկ, խմբեր, որոնք կարծում են, որ այս օրենքը բերվել է, որովհետեւ մենք պատրաստվում ենք նրան, որ վաղը պետք է պատերազմ լինի, ոչ, դա դրա հետ կապ չունի։ Երկրորդը չեմ համարում, որ ես իմ օգնականը հավասար վճարելով արդարության որևէ սկզբունք են խախտում, որովհետև ես իմ օգնականից շատ ավելի մեծ հարկեր եմ վճարում առհասարակ ամբողջ զամբյուղով, իսկ սա ընդամենը մեկ պարտադիր վճար է, որը կարող է լինել հավասար եւ սոցիալական արդարության վրա որևէ ձևով չի ազդում, նամանավանդ, որ ես ինչպես եւ դուք պլանավորում եմ իհարկե եւ վստահ եմ, որ շատ իմ գործընկերներ եւս պլանավորում են շատ ավելին վճարել այդ հիմնադրամ, որովհետեւ հավատում եմ դրան ու կարծում եմ, որ դա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է ստվերի հետ պայքարին, դա բոլորիս սուրբ պարտքն է, ես անձամբ պատրաստ եմ, մենք մի շարք գործընթացներ սկսել ենք եւ պաշտպանության նախարարությունում եւ դուք գիտեք, որ վարչապետի բազմաթիվ քայլեր ուղղված են հենց այդ խնդիրների լուծմանը առաջիկայում։ Ես վստահ եմ, որ ինչ որ արդյունք, որով կիսվելու եւ հպարտանալու հնարավորություն ենք ունենալու, լինելու է եւ կարծում եմ, որ այդ հարցում որևէ մեկը, որևէ տրամաբանող մարդ չի կարող համակարծիք չլինել ձեր հետ։ Հնարավոր է սпасել դա անել, հետո այդ միջոցները ուղղել այս հիմնադրամ,
Հնարավոր է հիմա անել սա, հետո այդ միջոցները ուղղել մեկ այլ կարևոր ծախսի, որը բոլորս միասին կհամաձայնենք, որ պետք է անհրաժեշտ է, հրատապ է ու կանենք այդ ժամանակ դա։ Համեցեք, պարոն Քոքոբերյան։ Իհարկե ես էլ եմ կարծում, որ սա հիմա չի արվում, որտեղ պատերազմը սպասվում եւ հենց դրա համար էլ նաեւ հորդորում եմ ուշադիր լինել դրան, որտեղ հասարակության մեջ այդ տագնապը հատկապես Ադրբեջանի կողմից օրենքի խախտումով նաեւ այդ ուսումնական գործողությունների կատարման հետ կապված առհասարակ, բայց այնուհանդերձ ես գտնում եմ, որ արժի, որ մենք գտնենք ելք եւ թե սոցիալական առումով որ սա հավասարաչափ բաշխվի բեռը, որտեղ որքան էլ արկ մենք շատ ենք վճարում շատ վաստակողներս, մյուսները տոկոսային առումով նույնչափ հարկ են վճարում։ Այսինքն խնդիր մեկը դա, մյուսը որ միջև նաեւ այս պահը մեր տուժած եւ զոհված քաղաքացիների ընտանիքների խնդրի լուծման հարցը, եթե մենք կարողանանք լուծենք, իսկ դրա լուծում ես տեսնում եմ, պատրաստ եմ ձեր հետ առանձին էլ քննարկելու, այդ դեպքում մենք իսպառ կվերացնենք նաեւ բոլոր դժգոհությունները։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։